Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ռուսաստանը եւ Հայաստանը նախատեսել են Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ նավիգացիոն կնիքների օգտագործման փորձնական նախագիծ իրականացնել։ Փորձարկումը կտևի հունիսից մինչև նոյեմբեր եւ կներառի առնվազն 100 երկկողմանի փոխադրում։ Հայտնել է միջազգային լոգիստիկ հարթակի հայկական ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։ 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ պետնախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել էր, որ բեռների վերահսկման համար նախատեսված նավիգացիոն կնիքները, որոնք ՀԱՏՄ-ում սկսել են օգտագործվել փետրվարի 1-ից, Հայաստանը դեռ չի օգտագործում, քանի որ հարևան Վրաստանի գործընկերների հետ դեռ համաձայնություն չկա կնքված տրանսպորտային միջոցների անցման վերաբերյալ։ Նշվում է, որ նավիգացիոն կնիքների կիրառումը թույլ կտա հայ փոխադրողներին գործել ԵԱՏՄ միասնական թվային ցանցում։ Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպան Իսահակ Ասիսիեն, նա իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար խոստացել է առավելագույն ջանք ներդնել ամրապնդելու Հայաստանի եւ Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Հիշեցնեմ, Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը 2024-ի հունիսի 21-ին։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են նույն թվականի սեպտեմբերի 27-ին։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում։ Կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանն է հայտնել հարցազրույցներից մեկում։ Նրա խոսքով, երբ պրոցեսները կհանգեն վարչապետության, Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Ճշտող հարցին, թե չեն սպասելու, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ պրոցեսները պետք է շուտ սկսել, որպեսզի հասցնեն ճիշտ ժամանակին։ Հիմա մի խնդրի մասին, որը հաստատ շատերին է հետաքրքրելու եւ որին գրեթե բոլորս կբախվենք։ Veolia ջուրընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ամբողջ հանրապետությունում գիշերային ժամերին կանջատի ջրամատակարարումը։ Ընկերությունը մանրամասն ներկայացրել է ժամանակացույցը, թե որ բնակավայրում քանի ժամ ջուր չի լինի։ Մասնավորապես Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակիչները ջուր չեն ունենա կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7-ը։ Կան նաև հասցեներ, որտեղ ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Երևանի եւ մարզերի որոշ հասցեներում 6-ժամյա գրաֆիկ կլինի, իսկ ահա որոշ գյուղերում ջրամատակարարումը կլինի օրական ընդամենը 4 ժամ։ Առավել մանրամասն ձեր բնակության վայրի ջրամատակարարման վերաբերյալ կարող եք տեղեկանալ Veolia ջրի պաշտոնական էջից։ Ընկերությունից պարզաբանել են, որ նոր ժամանակացույցին անցնելու պատճառը տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումն է։ Զվարթնոց օդանավակայանն արժանացել է ուղևորների սպասարկման եւ փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակների 2 անվանակարգում՝ լավագույն օդանավակայան Եվրոպայում եւ ամենանվիրված անձնակազմ։ Օդանավակայանների Օսկարը համարվող մրցանակի դափնեկիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ եւ անմիջական գնահատականների հիման վրա ստանդարտացված հարցումների միջոցով։ Զվարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5-ից 15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է 39 եվրոպական օդանավակայան։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին լուրերի մեր ամփոփիչ թողարկմանը։